Երևանի խնդիրների մասին, երեք ավականու նիստն էր, էլի այսպես թեժ մթնոլորտում էր անցնում նիստը, ինչ կասեք երեկվա նիստից, ինչ տպավորություններ, էլի կարծեմ այդպես է, հա, նախորդ անգամ էլ եք, դուք էլ եք դա առանձնացրել, որ ամեն անգամ երբ Տիգրան Ավիլյանը ֆիքսում է ստեղծության, որ պետք է ելույթներ ունենաք, թիրախային թեմաները բարձրացնեք, միշտ է որ փոփոխություն է անում, Փամփուշյանն է գալիս առաջի պլան, խնդրեմ ինչ թեմաներ եք առանձնացրել քաղաքային խնդիրների հետ կապված, ևս մեկ անգամ կարծում եմ, որ այս թեման իմիջիայլ ձեր թիմակիցը Գևորգ Ստեփանյանը երեկ հազանգում է, որ ըստ էության անիվ երկրորդ պրոյեկտն իրենք բացում այլևս, էլի մեծ գումարի ներդրում է արվելու, ինչ-որ մանրամասներ չգիտեմ, դուք հիմա կասեք, անիվ թեման, քանի որ դուք հետևողական անցնում եք այս թեմայով, ևս մեկ անգամ խոսեք անիվից, խնդրեմ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Պետք է իշխանից խոսենք, որովհետև հանդիպությունները կայացան, դուք ևս ունեիք տեխնացու, ինչ բացեր կային եւ ինչից պետք է հանկարծ չընկճվել։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, սկսենք քաղաքային հարցերից, հետո կանցնենք վաղաշաբաթի ընտրություններին։ Ինչ վերաբերում է քաղաքային հարցերին, այո, երեք ունեինք ավականու նիստում կար 15 հարց օրակարգում, մեր թափանցիկության եւ ժողովրդավարության ֆանտաստները բնականաբար որովե նորմալ զեկուցելու քաղաքական մշակույթ չեն ուզում մտցնեն Երևանի ավականի 15 հարցից 14-ը չզեկուցվող էին եւ միայն մեկը զեկուցվող դարձրեց Ավինյանը, որը մինչ այդ եւս զեկուցվող չէր։ Տվյալ օրինագիծը, նախագիծը վերաբերվում է նրան, որ իրանք ուզում են ստեղծեն մի կենտրոն, որը կոչվի երթևեկության համակարգման կենտրոն, բայց կառավարման կենտրոն, բայց մենք այնտեղ խնդիր ենք տեսնում, որ գործողությունների հերթականությունը սխալ է եւ իմ պատկերացմամբ առնվազն խնդիրը հիմնարկ բացելու կամ փակելու մեջ չէ։ Այսինքն մենք ունենք քաղաքային իշխանություն, որը գլոբալ առումով 7 տարի իշխանության է, իսկ կոնկրետ այս համագումարով իրենց 2.5 տարի Ավինյան են կառավարում են քաղաքը, 3 շատ հպարտ ասում էին, որ ժողովուրդ ջան, ես որ բերել ենք այս նախագիծը, սա եղել է մեր ընտրականի մեջ, նախարար Զարշավի մեջ, որով է զարմանալու բան չկա, այդտեղ հարցեր են առաջանում, բա որ ձեր գործողությունները գրում եք Կարոզ Արշավի հետ ձեր նախընտրական ծրագրի մեջ ու հիմա հպարտանում եք, որ ինչ ասել եք դա էլ անում եք, հարցեր են առաջանում, արդյոք տրանսպորտի թանկացումը կամ կարմիր գծերի ապօրինի թանկացումը ինչու չէիք մուտք արել ձեր Կարոզ Արշավի հետ նախընտրական ծրագրի մեջ, որ քաղաքացիները ի սկզբանե իմանան, որ եկել եք ուղղակի թալանելու եւ կեղեքելու երևանցիներին, անընդհատ կպնելու իրենց գրպանին եւ անընդհատ փորձել ամեն ինչի վճարը թանկացնել սեփական կյանքը բարելավելու նպատակով, ոչ թե Երևանը բարելավելու նպատակով։ Խնդիրը որն է, տեսեք, իրենք հիմա ասում են, որ այո, կա ճգնաժամային վիճակ, երթևեկությունը կոլապսային վիճակում է եւ պետք է գտնել լուծում։ Տվյալ կոլապսային վիճակի համար իմ պատկերացմամբ առաջի պատասխանատուները հենց իրենք են։ Եվ այստեղ շատ լավ անցնում է այն զուգահեռը, որ քաղաքային իշխանությունը Նիկոլ Փաշինյանի թիմն է, որովհետև ավելի մեծ մասշտաբով նույն Նիկոլ Փաշինյանն է անում, երբ որ նա մի մարդ, մի ղեկավար, մի կառավարության գլուխ, որը բերեց պատերազմը Հայաստանի գլխին, հիմա ամեն օր խոսում է խաղաղությունից։ Նույն բանը այստեղ է, ունենք Երևանում երթևեկություն, այո, նա իդեալական վիճակում չէր այն, բայց հաստատ sense ճգնաժամային վիճակում է չէր։ Մարդիկ անընդհատ ինչ որ փոփոխություններ են անում, գծանշաններ են փոխում, օրենքներ են բերում, որոնց արդյունքում երթևեկությունը ել ավելի կաթվածահար վիճակում է եւ հենց այն մարդիկ, ովքեր այս սխալ չարեփոխումները բերեցին, ինչի արդյունքում երթևեկությունը ավելի փչացավ, վատացավ, հիմա այդ նույն մարդիկ ասում են եւս 5 միլիարդ տարեկան դուրս գրեք, հիմնարկ բացենք, 74 հոգի մարդ վերցնենք աշխատանքի եւ 74-ից 10-ից ավել անձը պետք է 1 միլիոն 200 միլիոն 300 միլիոն 700 հազար աշխատավարձներ ստանան, որպեսզի երթևեկությունը կարգավորեն։ Իմ պատկերացմամբ խնդիրը ստեղ ոչ թե հիմնարկների մեջ է, այլ կոմպետենտության եւ բարեխիղճ աշխատանքի։ Ստեղ պետք է ոչ թե նոր հիմնարկ բացել, այլ մի հատ հասկանալ, եթե քաղաքապետարանը արդեն իսկ ունի տեխնոլոգիաների կառավարման կենտրոն, որը հենց այդ հաշվետվությունների, այդ on-line ամեն ինչի համար է պատասխանատու, ունի տրանսպորտի վարչություն, ունի բազում աշխատակիցներ, ովքեր զբաղվում են այս գործառույթներով, եւ եթե նրանք տապալել են եւ բերել են այն վիճակին, որ այսօր մենք ունենք ճգնաժամային երթևեկություն,
Իմ պատկերացմամբ ոչ թե պետք է բացել հիմնարկ, այլ պետք է մի հատ հետազոտություն անել, մի հատ վերլուծել, տեսնել, որ որոշումներն են նպաստել այս ձախողումներին, գտնել պատասխանատուներին, անել կադրային փոփոխություններ եւ անել գլոբալ փոփոխություն քաղաքականության մեջ, քաղաքային։ Բայց ցավոք սրտի ես այդքան լավատես չեմ ԿՊ-ի վերաբերյալ, ես չեմ կարծում, որ իրենք կարող են աշխատել բարեխիղճ, ես չեմ կարծում, որ որևէ հիմնարկ բացելով կամ փակելով հարցերը կլուծվեն։ Ի վերջո պետք է հիշել, որ այս մարտիկ անտեսելով քաղաքացիների կարծիքը, դիրքորոշումը, օբյեկտիվ շատ տարբեր փաստեր թանկացրեցին տրանսպորտը, հետո հասկացան, որ դա վտանգավոր սոցիալական մզվան առիթ կարող է դառնալ, իրենց թանկացումը հետո 50%-ով իջացրեցին, արդյունքում ստացան 150 դրամը։ Նույն այս իշխանությունն է, որը կարմիր գծերը թանկացրեց եւ դատարանում թե 24, թե 25 թվի տվյալ վճարների թանկացման վերաբերյալ մենք ունենք հաղթական վճիռ եւ այս մարտիկ փոխանակ համաձայնվեն այս վճռի հետ, որտեղ կոնկրետ շատ ստույգ գրված է, որ օրենքներն է խախտվել, քաղաքացիների որ իրավունքներն են խախտվել, այս մարտիկ անտեսում են այն եւ ամեն ինչ անում են, որ տվյալ վճիռը մաքսիմալ ուժ ստանա օրենքի ուժ, որ իրանք մաքսիմալ ուժ խայտարակվեն վերջնականապես, բայց հենց այդ խայտարակման արդյունքում քաղաքացիները յետ կստանան իրենցից գողացված 1 միլիարդ 400 միլիոն դրամը։ Մենք կարծում ենք, որ քաղաքական փոփոխությունը միայն կբերի նորմալ վիճակի մեր քաղաքը եւ որովե նման հիմնարկ լուծում չի կարող հանդիսանալ, որովհետեւ երբ Սուրեն Գրիգորյանը եւ Ավինյանը ասում են ախր ժողովուրդ ջան քաղաքը մեծանում է, երթևեկությունը դրա համար է ենթարկվում կոլապսի, մեքենաների քանակը բարձրանում է, այդտեղ ուզում ես Հայլիաձև հարցեր տաս իրենց, ասես, բայց եթե եղբայր դու հասկանում ես, որ քաղաքը մեծանում է, դա բերում է կոլապսի, արդյոք մի հատ 70 հոգանոց հիմնարկը երթևեկության այս քաոտիկ իրավիճակը կարող է լուծել։ Գուցե պետք է մտածել, որ ինչ որ քաղաքական իրական փոփոխություն եւ ռեֆորմ անել եւ օրինակ իշխանություն գալուց հետո այլևս թույլ չտալ փոքր կենտրոնում կամ արաբկիրի այդ գլխավոր հատվածում որովե նորակառուցի շինարարություն, ինչի արդյունքում կզարգանար քաղաքի ծայրամասերը եւ նաեւ արաբկիրում եւ կենտրոնում երթևեկությունը նման կաթվածային վիճակում չէր լինի, ճգնաժամային վիճակում չէր լինի, հիմա էլ էս սուտ հիմնարկների կարիքը չէր լինի։ Եվ նույն այս մարտիկ երբ խոսում են օրինակ հիմա ասում են, գիտեք, մենք սա բացում ենք, որովհետեւ չեն կարող վստահել մեկ այլ կամպանիայի, որովհետեւ կարող է խնդիրներ լինի աուտսորսի եւ այլ, բայց նույն տրանսպորտը իրանք նվեր տվեցին Telcel-ին, չեմ հավատում, որ կարողանում են վերահսկեն, իսկ եթե կարողանում են, ապա այնտեղ ավելի շատ համագործակցություն է իշա սուբյեկտների, այլ ոչ թե հանրային տրանսպորտի կամ Երևանցու։ Եվ այս ամենի արդյունքում մենք հասկանում ենք, որ այս մարտիկ իրենց որ պահին ոնց հարմար է, դա են օգտագործում որպես փաստ։ Կարան մի պահ ասեն, որ աուտսորսը շատ օգտակար բան է, որովհետև տրանսպորտի դեպքում հաշվետվություններից եւ պատասխանատվությունից խուսափելու համար լավագույն մեթոդը դա Telcel կամ ինչ-որ այլ կազմակերպության հետ համագործակցությունն է։ Իսկ հիմա էլ երբ ասում ենք արդյոք ինչու չենք ուզում մենք որ այդ տեխնոլոգիաների կառավարման կենտրոնը, երթևեկության կառավարման կենտրոնը, այն գործառույթը, որը որ Telcel-ին է տրվել, ինչու այս ամենը չպետք է լիներ մեկ ուժեղ քաղաքային նանո կենտրոն, որը ամեն ինչով կզբաղվեր։ Ինչու չեք ուզել սկզբում ստեղծել այս կենտրոնները, գտնել խնդիրները, թերացումները, անել նորմալ վերլուծական աշխատանք, որի արդյունքում կունենաս արդեն հաշվետվություններ, թվեր եւ փաստեր, դրանից հետո նոր անես փոփոխություններ, որոնք իրապես կբերեն դրական արդյունք։ Այս մարդիկ ինչ արեցին, իրանք համ տրանսպորտի թանկացումները արեցին, փոփոխությունները արեցին, կարմիր գծերի թանկացումներն արեցին, երթևեկությունը ջախջախեցին, հիմա ասում են մի հատ կենտրոն բացենք, որ այդ մեր բերած խնդիրը լուծենք։ Եթե ճիշտ անեին քայլերի հերթականությունը, նման իրավիճակ չէր լինի։ Եվ իմ պատկերացմամբ, քանի ես մարդիկ են իշխանության, սուտ է, որ Երևանը կունենա ճիշտ աշխատող մեխանիզմ, միակ լուծումը քաղաքական փոփոխությունն է եւ ցավոք սրտի վաղար շաբաթում մի քանի օր առաջ մենք այդ քաղաքական փոփոխության չկարողացանք հասնել։ Որոնք են պատճառները, այստեղ կարող ենք, չգիտեմ, բաժանել երկու կողմի, եթե խոսում ենք զուտ, չգիտեմ, իմ զգացողության մասին կամ իմ էմոցիայի մասին այս ամենի վերաբերյալ, ապա իհարկե ես ուրախ չեմ այն փաստով, որ վաղար շաբաթում ԿՊ-ն վերարտադրվեց։ Եթե նայենք ավելի աշխատանքային, քաղաքական, քաղաքագիտական առումով,
իբրև անձ, ով ակտիվ ներգրաված է եղել եւ մասնակցել է քարոզարշավին եւ հետեւել է այս գործընթացներին, կարող եմ ասել, որ առաջինը որովե բան ջախջախիչ չի եղել, եթե ԿՊ-ականներ Եթե ԿՊ-ականները ուզում են իմանալ ինչ է նշանակում ջախջախիչ հաղթանակ, ապա պետք է հիշեմ Փարաքարի ընտրությունները, որտեղ Երջանկայի Վոլոդյա Գրիգորյանը ջախջախեց ԿՊ-ին, ջախջախելը նշանակում է առանց որևէ պայմանի, առանց որևէ հավելյալ շահարկման, խնդրի օգնության ուղղակի տապալել հակառակորդին, այսինքն մարդը միայն իր ուժով տարավ 60% եւ աբսոլյուտ հաղթանակ։ Այստեղ մենք չունենք այդ վիճակը, այստեղ մենք ունենք տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքների համակցություն, սկսենք խոսել ԿՊ-ի դաղալություններից, հետո նաեւ կանցնենք հավաքական ընդդիմության խնդիրների եւ որոշ ձախողումներին։ Սամվել մի ճշտող հարց է, որ իրենք խոսում են, որ այդպես հաղթել են, տեսեք, տոնում են զուռնադվոլով, հրավառությունով, այդ վախերը ինչի դրսևորում, նախ մենք տեսանք քարոզարշավի ընթացքում արդեն մեկը ձեր տեխնացուի հետ կապված իրենք քրեական գործեր էին արդեն փորձում բացել, այս ամեն ինչը, այդ ընտրությունների գիշերը գնացին հաղթանակ դաշինքի Սևակ Խաչատրյանի թիմակիցներին տարան ձերբակալության, խնդրեմ այս մասը։ Տեսեք, այն պատճառը, որ իրենք ցենց հրավառություններով տոնեցին այս հաղթանակը, դա ունի պարզ բացատրություն, ամբողջ քաղաքական դաշտի համար վաղարշաբաթի ընտրությունները կրում էին կարևոր նշանակություն։ Մինչ համապետական ընտրությունները, սա կարծում եմ վերջին ընտրություններն էին, եթե իհարկե ինչ-որ նոր իրադարձություններ չլինեն, օրինակ Վանաձորում։ Բայց այս ընտրությունները կարևոր էին եւ Նիկոլ Փաշինյանը ուներ խնդիր հաղթելու այս ընտրությունները, որովհետեւ նա արդեն ունի թիմ ընտրությունների պարտությունների մի շարան եւ ամբողջ պետական եւ վարչական եւ կուսակցական ռեսուրսը ներդնելով, կենտրոնացնելով վաղարշաբաթ համայնքի վրա, իրենք հասան իրենց հաղթանակին։ Հաղթանակը ունի մի քանի բաղադրիչ։ Առաջինը նախորդ ընտրությունների փորձից նրանք հասկացան, որ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը որևէ քարոզարշավում տալու է բացառապես բացասական դեր։ Այսինքն հաշվի առնելով նախորդ փորձը, հաշվի առնելով նաև Գյումրին, իրենք հասկացան, որ ավելի լավ կլինի գնալ են հին մեթոդով, որը ցավոք սրտի մինչև Նիկոլ Փաշինյանն է Հայաստանում արմատ դրել, երբ որ պրովինցիալ զանգվածներում գնում են եւ մարդկանց բնակիչներին ասում են ախր դու այս ղեկավարին կամ այն ղեկավարին չես ընտրում, դու քո գյուղի տղուն ես ընտրում ու հենց այդ պատճառով Արգիշտի Մեխակյանին ընտրեցին որպես տեխնացու եւ արեցին այդ դաղալությունը միացնելով Խոյը Վաղարշաբաթին Էջմիածնին։ Գիտակցելով, որ Էջմիածնի ներսի ձայները ավելի ինդիմադիր են եւ իրենք ունեն մի տեխնացու, ով լինելով այդ Խոյի համայնքից եւ այնտեղ աշխատած մարդ եւ որոշ հեղինակություն վայելող, եթե իրեն բրթեն առաջ Նիկոլին քաշեն հետ, գյուղը քաղաքի հետ խառնեն, հաղթանակը հնարավոր է։ Դաղալություն է արդյոք սա միանշանակ։ Խնդիր է, որ Հայաստանի քաղաքական դաշտում այսօր թե ընդդիմադիր, թե իշխանական շարքերում ունենք մի նոր բան, որ շատ ակնհայտ է դարձել, որ անընդհատ փորձում են ոչ իրենց դեմքով մասնակցել, որովհետև հասկանում են, որ իրենց դեմքը խնդիր է, դրա համար պետք է ինչ-որ լուծումներ գտնել, դրա համար պետք է արձանագրել, որ մեր առհասարակ քաղաքական թաթերաբեմը ինչ-որ թարմացումների եւ ֆիլտրի կարիք ունի եւ առողջ են այն ուժերը, որոնք կարողանում են մասնակցել իրենց անունից, իրենց դեմքով, ցույց տալով, որ կաշկանդվածություն չունեն եւ ռեալ հավատում են, որ ունեն էլեկտորատ եւ ունեն աշխատող մեսեջներ եւ քաղաքական կոդեր հանրության համար։ Նիկոլ Փաշինյանը քաշվեց հետ, Խոյը միացրեց Էջմիածնին եւ դրանից հետո ընդդիմությունը պետք է անի երկու բան, ունի երկու այլընտրանք։ Առաջինը դա ասել, վայ, ընդդիմությունը իշխանությունը այս ինչ դաղալ է խաղում, երկրորդը հասկանալ, որ դա է իրականությունը եւ պետք է նախաձեռնել քայլեր եւ այնպիսի որոշումներ, այնպիսի ռազմավարություն, որը Նիկոլենց դեմ կլինի արդյունավետ։ Մայր Հայաստանը շատ լավ օրինակ է տվյալ кейսի համար։ Մենք հասկացանք, որ այո, Նիկոլը գնացել է մի քայլի, որով ուժեղացնում է իրան, որովհետեւ գիտենք, ԿՊ-ականների մոտ պրովինցիալ էլեկտորատը միշտ ավելի լավ է աշխատում իրենց համար։
մենք ինչ արեցինք, մենք գնացինք նույն Խոյ համայնք, գիտակցելով, որ Էջմիածնում արդեն կա համ քաղաքական միավոր, համ էլեկտորատ, որոնք ընդդիմադիր են, մենք որևէ նպատակ չունենք մեր գործընկերներին խանգարելու, հակառակը ընդդիմադիր հավաքական այս շարժումը, այսինքն ընդդիմադիր միավորները միասին պետք է գնան աշխատեն դեպի մեկ նպատակ՝ Նիկոլին իշխանազրկել։ Մենք գնացինք Խոյ համայնքում մենք ունենք մեր ընկերներին, ովքեր վայելում են հարգանք եւ պատիվ իրենց գյուղերում, այս մարտիկ Մայր Հայաստանի քաղաքական որոշման արդյունքում հանդիսացան խոչընդոտ ԿՊ-ի համար, այսինքն իրենք վստահ են, որ իրենք Խոյ համայնքում բոլոր գյուղերում հաղթելու են եւ լինեն մեծամասնություն, մենք իրենց խանգարեցինք։ Հիմա հենց այս օրինակով ուզում եմ ասել, որ կարիքը կար նման տարբեր գործողությունների, այսինքն հասկանալով, որ սա սոսկ թիմ ընտրություն չէ, որ սա շատ խորհրդանշական ընտրություն է, որովհետև Նիկոլ Փաշինյանը բացել է իր կեղտոտ բերանը դեպի հայ Սուրբ Առաքելական եկեղեցի, վաղարշաբաթի ընտրությունները ավելի մեծ դեր եւ կշիռ ունեցան։ Դրա համար ամբողջ ընդդիմադիր դաշտը պետք է այս կամ այն կերպ, կախված իրենց քաղաքական կշռից եւ տեսակից եւ հայացքներից, պետք է իրենց լումաններ դնեին այս պայքարի մեջ։ Մենք այս ձևով գտանք լուծում։ Հաղթանակ դաշինքը Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ հսկայական եւ իմ կարծիքով շատ տպավորիչ աշխատանք արեցին Էջմիածնում եւ շատ լավ ձայն տարան։ Բայց այս երկու քաղաքական միավորներից ընդդիմադիր բացի մենք ունեցանք բավականին տխուր պատկեր։ Այս ընտրությունները կրկին ցույց տվեցին, որ դաշինքները կարող են լինել ինչպես կործանարար, այնպես էլ անհրաժեշտ։ Այսինքն մենք այս 5-7 տարիների ընթացքում տեսել ենք, որ դեպքեր կան, երբ դաշինքը խանգարող հանգամանք է, այսինքն լինում է, երբ որ երկու խաղացող, սովորաբար խոշոր միավորներ, երբ որ միանում են իրար, դա կարող է բերել այնպիսի խնդրի, որ իրենց էլեկտորատները իրար հետ ունեն չհամապատասխանող անկյուններ, եւ այս կոալիցիայի, այս դաշինքի արդյունքում փաստացի երկու կողմն էլ կորցնում են իրենց այն ձայները, որոնք պատրաստ չեն իրենց նախընտրելի քաղաքական միավորի այդ պայի գործընկերոջը ձայն տալ։ Այսինքն առանձին գնալով ավելի շահավետ է լինում։ Կոպիտ ասած, եթե 2 գումարած 2 անում է 4 նորմալ դեպքում, այս դեպքում կարող է անել 2 գումարած 2 հավասար է 3։ Բայց դրան հակառակ նաև ունենք իրավիճակ, երբ կան քաղաքական միավորներ, որոնք օբյեկտիվորեն կամ նոր են, կամ ինչ որ աշխատանքի կամ փորձի պակաս ունեն եւ այլ պատճառներով միայնակ չունեն այն քաղաքական կշիռը, որպեսզի մասնակցեն ընտրությունների եւ անցնեն այդ անցողիկ շեմը։ Այդ դեպքում իմ պատկերացմամբ պետք չէ կոմպլեքսավորվել, պետք է գնալ կոմպրոմիսների, պետք է գնալ բանակցությունների եւ դաշտում մնացյալ ընդդիմադիր առողջ ուժերի հետ փորձել գտնել ընդհանուր եզրեր եւ հասկանալ, որ եթե դուք միասին մարտաձեր 2 կամ 3% ունենաք, ապա դուք համ կանցնեք, համ դրանով վնաս կտաք ԿՊ-ին, համ օգուտ կտաք ընդհանուր գործին, բայց երբ որ դուք չեք անցնում շեմը եւ ձեր ձայները փոշիանում է եւ գնում է իր մեծ մասով Նիկոլ Փաշինյանի թիմին, դա շատ ցավալի է։ Կրկին բայց ընկճվել պետք չէ, պետք է աշխատել։ Նաև շատ ռեսուրսներ, շատ առաջատար դեմքեր իրանց դեմքով չեկան, որ շատ սխալների միջայլոց, նաև տեսեք, պետք է ես կրկին ասեցի իմ պատկերացմամբ, որ քաղաքական միավորներն են էֆեկտիվ գործունեություն ծավալել այստեղ, իմ պատկերացմամբ բոլորը պետք է ներգրավվեին, հատկապես այն ուժերը, որոնք ունեն ինչ որ, չգիտեմ, իշխանություն ունեն ռեսուրս, իմ պատկերացմամբ ճիշտ գրագետ աշխատանքի դեպքում ամեն մեկը 1500, 2000, 3000 ձայն որ բերեին, ընդհանուր գործին կօգնեին, ի վերջո հիմա պետք է հասկանալ, որ այս պահին մենք ունեցանք մի պատկեր, որում որ գրեթե 13-14% ձայն փոշիացավ։ Այսինքն 14%-ի 48%-ը գնաց ԿՊ-ին։ Սա կարևոր դաս է մեզ համար, հավաքական ընդդիմության։ Մինչև պարլամենտական ընտրությունները մարդիկ սա պետք է հաշվի առնեն, որ պարլամենտական ընտրություններում նման աշխատանքի դեպքում կարող է 20%-ից ավել ձայն փոշիանալ։ Սա մեր բացատրական է նաև, որ իրենք Էջմիածնում գեներացիացին այն քրեօլիգարխիկ տարերին, որպեսզի իրենց ուզածին հասնեն, եւ ըստ էության դրանով էլ հանդերձ իրենք
Այդ հարցով շատ չեմ ուզենա ծավալվել, որովհետև իմ պատկերացմամբ որևէ նոր բան իրանք չեն արել, այսինքն ինչ արել են, դա արդեն Հայաստանի քաղաքական աշխարհում գոյություն ունեցող իրավիճակ եւ մշակույթ է, նույն թե Արգիշտի Մեխակյանը, թե իրենց մարզպետը, այդ բոլոր մարդիկ նախորդ ռեժիմի մեխանիզմի աշխատողներ են եղել։ Այսինքն իրանք ինչ տեսե դա սովորել են, հիմա օգտագործում են իօգուտ իրենց եւ հիմա համար շատ մեծ խնդիր է, որ այսօրվա քաղաքական դաշտում մենք ընդդիմությունը ունի բազում կեղծ օրակարգեր, որոնք իբրև հետևանք խանգարում են իրական պայքարի գործընթացներին։ Հիմա տեսեք, այս սրան անմիջապես հաջորդեց ընտրությունների առավոտ շուտ, Փաշինյանը շտապեց գրել, որ ըստ էության վաղաշաբաթցիները իրենք վետվեցին գրոհելու Մայրաթորի վրա, եթե այսպես։ Դա շատ խելացի, տեսեք, Նիկոլ Փաշինյանը այո դավաճան է, այո հակահայկական է, բայց Նիկոլ Փաշինյանը ի տարբերություն Հայաստանի քաղաքական դաշտի 90%-ին ունի տեխնոլոգներ եւ հասկանում է պատկերներ, ունի հաշվարկ։ Հանդերձ իրենք չպատկերացնում, որ իրապես այն ուժերը, որոնք իրենց դեպքով չէին ներկայացել այս ընտրություններին, ոնց են կանգնելու իրենց դիմաց եւ կանխաթարելու մեր եկեղեցու դեմ իրենց ինձ համար նաեւ այդ թվում նաեւ դուք վստահ եք, որովհետեւ ձեր տեխնատուներն խոսում այն ասին, որ որևէ բարգային թույլ չենք տալու եկեղեցու դեմ արշավի, ես Սևակներ Խաչատրյան խոսում եւ ազգային ուժերը դիմադիր այս մասով խոսքն անենք այդ հանրապետության տեխնացի մասը չի որ ասում եք թայմաութը մանրամասն գնան վեհարանի վրա հարձակվելը այս մասով հա վեհարանի վրա իրենք ինչ կնախաձեռնեն եւ Փաշինյանն ասում է պետք է մարգարեում գնան Մայրաթոր։ Տեսեք, ինձ համար խնդիր է, որ մեր մոտ նորմա է դարձել, որ քաղաքական միավորները կարծում են, որ դա կարա լինի աշխատավոճ, որ մենք կանք, մենք մասնակցում ենք, բայց ոչ մեր դեմքով։ Տեսեք, եթե դու քաղաքական միավոր ես, դու ունես էլեկտորատ կամ հավակնում ես ունենալ որովե քաղաքական ազդեցություն, ճիշտ է, այս բառը հիմա մի քիչ վտանգավոր բառ է դարձել հավակնելը, բայց ընդհանուր առմամբ, եթե դու ուզում ես լինես դերակատար քաղաքական դաշտում, բայց դու գիտես, որ քո անունը կամ քո դեմքը վնաս է տալի, ավելի լավ է գնաս ռեբրենդինգի ու ռեալ ավելի երիտասարդ երեսով մասնակցես։ Տեսեք, իրանք անընդհատ գտնում են նոր սպարինգ պարտներ։ Առաջի սպարինգ պարտները դա նախկիններն էին։ Հենց իբրև սպարինգ պարտներ նախկիններ իրենց ավարտեցին, Նիկոլը հասկացավ դա արդեն չի օգնում իրեն, ինքը անցավ Ռուսաստանին։ Հակառուսական պրոպագանդայի արդյունքը մենք կարող ենք տեսնել թե Գյումրիում, թե Վաղարշապատում, այսինքն Հանրապետություն կուսակցությունը երկու տեղներ շեմը չհաղթահարեց։ Նիկոլի տեխնոլոգները հասկացան, որ պետք է նոր օպոնենտ։ Դրան զուգահեռ վեհապարը Շվեյցարիայում գնաց արեց հայանպաստ հայտարարությունների աջակցություն Արցախի, Արցախահայության եւ մեր ազգային շահերի։ Ինքը ընտրեց նոր օպոնենտ եւ մենք տեսանք, որ այդ օպոնենտի իմպլեմենտացիան կրկին լավ չաշխատեց, որտեղ այդ մի քանի խայտարակ կեղծ պատարակները եւ այլ այդքան վարչական ռեսուրսով մարքան ստանել բերելով ինքը չկարացավ մի հատ պատկեր ստանա, բայց միևնույնն է ինքը հիմա խաղում է շատ խորամանկ, բայց խելացի խաղ, ինքը մաքսիմալ հետ քաշվեց Վաղարշապատի ընտրությունների գործընթացից, ասեց Արգիշտ ջան, դու ձեր գյուղի տղեն ես, գնա, ասա, ես Բայց ոչ, դա չի վերացնում Արգիշտի Մեխակյանը այս իշխանության հետ։ Չեք թողում ավարտեմ։ Ինքը հետ կանգնեց, Արգիշտի ֆակտորը օգտագործեց, վերարտադրվեց ու անմիջապես հաղթանակը ստանալուց հետո հայտարարություն արեց, որ տվյալ հաղթանակը իրեն նոր լիցք կտա Մայրաթորը Կտրիչ Ներսիսյանից ազատելու համար։ Այսինքն ինքը ստեղ որտեղ հասկանում էր վնաս կտա, որտեղ Լենինականում երբ ինքը սկսեց օպոնենտ դառնալ եւ երևալ, ավելի քաղաքականացվեց ընտրությունները, մասնակցությունը բարձրացավ, իր սատելիտը չանցավ, ընդդիմությունն է հավաքական իմաստով հաղթեց։ Վաղարշապատում մենք այդ ընդդիմության հավաքական կազմակերպված իրարից առանձին, բայց միասին Նիկոլի դեմ աշխատանքը չտեսանք, այսինքն մենք Լենինականում ունեցանք 4 ուժ, չէ՞։ Այստեղ ունեցանք 2 ուժ, որը որ շեմա անցել են։ Հիմա իմ ամբողջ ասած այն է, որ եթե այն ուժերը, որոնք 1, 2 եւ 3% էին հավաքել, միավորված ինչ որ աշխատանք ծավալեին, իրանց համ ավելի քարոզարշավը արդյունավետ կլիներ։ Համ ընդհանուր թիվը, որ գայինք հավասարեցնենք, արդեն լինելու էր հավասար վիճակ։ Եվ իմ պատկերացմամբ մեր ընտրական օրենսգիրքը նաեւ խնդիրներ ունի այս առումով, եւ Մայրաթորի հետ կապված, հա, իրենք բազա, չէ՞, դա պետք է հոկտեմբերին գնալ, դեռ ամառվանից էր սկսել այդ հայտարարները, չեմ հիշում։ Ամեն դեպքում, ըստ էության ինքը միևնույնն է, այդ հակազդեցությունը իրավ կա, տեսանելի է, որ անկախ բոլորս ենք կանգնելու Մայրաթորը, որտեղ բարձր սա անձերի խնդիր չէ,
Տեսեք, իմ պատկերացմամբ Նիկոլ Փաշինյանը շոշափում է իր վիճակը եւ ես դրա շարժվում եմ։ Այո, ես միանշանակ կարծում եմ, որ մայրաթորի վրա հարձակման դեպքում մեր ազգը պետք է միասնական կերպով գնա եւ պայքարի սրբապիղծների դեմ։ Սակայն նույն Միքայել Սրբազանի տխրահարճակ օրը, երբ որ բոլորս մայրաթորում էինք, հասկացանք, որ համ կա ընդհանուր հանրային հիասթափվածության վիճակ, այսինքն Նիկոլը չի կարողանում գտնել այն մարդկանց, ովքեր իրապես գալու են եւ գրոհելու են մայրաթորը, անդիմությունն էլ չի կարողանում առ այս պահը գեներացնել այն ակտիվությունը, որ ի պատասխան Նիկոլի հարձակման մայրաթորը զանգերը հնչալու պահին լեփլեցուն լինի մարդկանցով։ Այսինքն ընդհանուր հանրային վստահության պակասը քաղաքական գործընթացների հանդեպ վնաս է տալիս Նիկոլին եւ նաեւ թույլ չի տալիս ընդդիմությանը նորմալ պաշտպանվել։ Դրա համար պետք է մաքսիմալ աշխատենք, որ կեղծ օրակարգները վերանան, որ պայքարի միասնականությունը չնշանակի, որ ժողովուրդ բոլորս եկեք դառնանք մենք ցուցակ, մեկ ուժ գնանք Նիկոլի դեմ, ոչ պետք է լինի այն, որ պետք է լինի ջենտլմենական պայմանավորվածություններ, որ բոլորը ընդունեն իրենց օպոնենտ եւ թշնամի, այս դեպքում նաեւ Նիկոլ Փաշինյանին, եւ առանձին, բայց զուգահեռ եւ միասնական աշխատանքի արդյունքում իշխանազրկել Նիկոլին։ Մենք ունենք մի վիճակ, որում որ մենք ականայից տեսնում ենք, որ կներեք, որ դաշինք դառնալը երբեմն անհրաժեշտություն է, որովհետև եթե բոլորիս նպատակը Նիկոլից ազատվելն է, ապա պետք է ամեն ինչ անենք, որ ընդհանուր թիվը քվեների դիմադի շատ լինի։ Առանձին կամ էմոցիայով եւ առանց հաշվարկի ընտրություններին մասնակցելը շատ վտանգավոր գործընթաց է, որը վերջում կարող է օգուտ տալ նիկոլականներին, ինչպես մենք տեսանք վաղ շաբաթում։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ այս պարտությունը Նիկոլը ամեն կերպ փորձելու է շահարկել ընդդիմության վրա, ասել, որ հեսա ես նայեք, քաղաքացին ինձ քվեն տվեց, որ ես ոնց որ շարունակեմ իմ պայքարը։ Ոչ, մենք պետք է ամեն կերպ մաքրենք քաղաքական դաշտը կեղծ օրակարգերից, մեր հանրությանը պատրաստենք նրան, որ նրանք պատրաստ լինեն ցանկացած պահի ի պաշտպանություն, ի աջակցություն եկեղեցու եւ վեհապարի կանգնել մայրաթորում։ Դրա համար կրկին պետք է կազմակերպված աշխատանք, ոչ թե բոլորը միասին մեկ ղեկով աշխատեն, այլ առանձին աշխատեն, բայց հանուն մեկ նպատակի։ Եվ այս անասնակերով, որ իրենք փորձում են կերակրել հանրությանը, ում սրանով հանդերձ խաղաղություն ենք բերել, եւ վերջերս Ալեն Սիմոնյանն էլ հայտարարեց, որ դեռ 110 քառակուսի պետք է հանձնվի Ադրբեջանին, ըստ էության իրենցից դեռ մեր վերահսկողության տակ է։ Խնդրեմ այս հայտարարության մասով ձեր տեսակետը, այս կեղծ խաղաղություն, որտեղ Ադրբեջանն ու Թուրքիան բացառապես Զանգեզուրի միջանցքի հետ կապված իրենց Էրիկ Հաջիևը տեսանյութեր էր հրապարակել այս պլանների մասով։ Խնդրեմ։ Ընդհանուր մեր արտաքին գծի վերաբերյալ կուզեմ ասել, որ շատ տխուր է վիճակը։ Այս ընթացքում նաև հոկտեմբեր ամսին ունեցանք զարգացումներ քաղաքական, որոնք գուցե մեր քաղաքացիների համար ազդանշան չեն, բայց եթե մի քիչ խորանանք կամ վերլուծենք, հասկանան, որ կարևոր է։ Ինչ իրավիճակ մենք ունենք։ Մենք ունենք Նիկոլ Փաշինյան, որը Թուրքիա այցից հետո հարձակվել է եկեղեցու վրա։ Մենք ունենք իրավիճակ, որը Թուրքիայի այցից հետո քաղբանտարկյալների քանակը եւ քաղբանտարկյալներին բանտարկելու ձևը, գործերը կարելու է ամեն ինչը մի նոր մակարդակի է բարձրացել։ Մենք ունենք մի վիճակ, որում արդեն Հայաստանում փաստաբաններն են դառնում մեղադրյալներ եւ կալանավորներ, Փառք Աստծո, այլ փաստաբանների քրտնաջան եւ արդար աշխատանքի արդյունքում տեսնում ենք, որ գոնե փաստաբանները ազատ արձակվեցին, բայց այս ամենը ինչ է սա, Նիկոլ Փաշինյանը նախապատրաստական աշխատանքներ է անում իր ղեկավարներին եւ տերերին Հայաստան հրավիրելու համար։ Եվ հանրությանն էլ վստահեցնում է, որ արևմուտքը իբրև անվտանգության երաշխավոր ամեն ինչ կկարգավորի եւ մենք կհասնենք այն փայլուն, հարուստ, եղբայրական խաղաղությանը։ Բայց իրականությունը այլ է, Նիկոլ Փաշինյանը այս ռեպրեսիաներով, եկեղեցու դեմ պայքարով, ինչու ոչ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կիսաքանդ վիճակում թողնելով, բոլոր պայմանները ստեղծեց, որ թուրքերը հրավիրվեն Հայաստան եւ հասկանան, որ կարող են գալ, որովհետեւ իրենք այսուհետ այլևս ցանկալի հյուրեր են Հայաստանում, բայց նույնիսկ այդ ամենի շրջանակներում
Թուրքերը իրենց պահում են շատ ուղիղ, այսինքն թուրքերն էլ են ցույց տալիս, որ իրենք գիտակցում են, որ Նիկոլը իրեն սպառել է։ Հոկտեմբեր ամսվա վերջին Հայաստանի ազգային ժողովում Եվրանեստի ձևաչափով տեղի ունեցավ հերթական սեսիա։ Այդ սեսիայում Եվրանեստի շրջանակներում գոյություն ունի արևելային գործընկերության թիմ, որի մեջ այդ խմբի մեջ մտնում են հայերը, ադրբեջանցիները, վրացիները, Մոլդովան եւ Ուկրաինան։ Եվ շատ հատկանշական է, որ մենք հավատալով Նիկոլ Փաշինյանին, որ նա արևմուտքով եւ Եվրոպայով բերելու է խաղաղություն Ադրբեջանի հետ, արևմտյան կազմակերպության շրջանակներում տեղի ունեցող այցին մեր տարածաշրջանից մասնակցեցինք մենք։ Ոչ Արևան Վնաստանը, ոչ էլ Ադրբեջանը չեկան։ Այսինքն այստեղ ակնհայտ երևում է, որ եթե տվյալ միջոցառմանը չեն մասնակցում մեր տարածաշրջանի, մեր հարևան երկրները, իրենք կարևորություն չեն տալի տվյալ ֆորմատին, դրանից հետևություն են կարող անել, որ եթե կարևորություն չեն տալի, նաև որովհետև չեն կաշկանդվի տվյալ կազմակերպություն կամ նման կազմակերպությունների ինչ-որ ազդեցությունից կամ խոսքից։ Նաև որ արդեն եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում մայիսին տեղի ունեցող սամիթը, որը կրկին լինելու է Հայաստանում, Ադրբեջանը, որ Նիկոլը կրկին Ալեն Սիմոնյանը ասենց 32 ատամը փայլեցնելով, ասենց ժպտալով ասեց, որ իրենք ուրախ են, իրենք սպասում են համ Թուրքիայի, համ Ադրբեջանի ղեկավարներին, Ալիևը արդեն ասել է, որ մտադիր չէ ժամանել Հայաստան, Թուրքիան որովհետև չի պատասխանել։ Այսինքն այս մարդիկ ամեն կերպ մեզ ուզում են խաբել, որ արևմուտքով իրեն կարողանալու են կոնտրոլի տակ պահեն թուրքերին եւ ադրբեջանցիներին, նրանք էլ անդադարձություն են տալի, որ ձեր արևմտյան ձևաչափերով այդ հանդիպումները, միջազգային ֆորում, սամիթ կարևոր չի, կուզենք կգանք, կուզենք չենք գա, ու հետո ձեր այդ ոնց վարվենք, այդ կազմակերպություններից որևէ մեկը չի կարող մեզանից ինչ որ պահանջ կամ հաշվետվություն ուզենա։ Եվ այս ամենը կրկին հիշեցնում եմ այս մեկ բան, որ տարածաշրջանում պետք է հաշվի նստել հենց կոնկրետ այս տարածաշրջանի խաղացողների հետ, որ այդ Եվրանեստի սեսիան Հայաստանում որևէ օգուտ չի տալի իրական խաղաղության, որովհետև նրան այդ արևելյան գործընկերության խմբից մասնակցել են միայն Մոլդովան ու Ուկրաինան։ Եվ սա շատ խորհրդանշական է քաղաքական իմաստով, երբ որ մեզ հիմա բերում են գցում են մի զամբյուղի մեջ, որտեղ Մոլդովան է եւ Ուկրաինան։ Մոլդովան մի պետություն է, որը արևմտյան ցուցումներով փաստացի ժողովրդավարությանը դեմ է գնում իր երկրում եւ ընտրությունները իրականացնում է խայտարակ ձևով, իր գլխավոր օպոնենտին փաստացի թույլ չտալով նորմալ մասնակցել, նույն ինչը տեղի ունեցավ Ֆրանսիայում Լեպենի հետ։ Եվ ունենք Ուկրաինա, դե արդեն չասենք այդ երկիրը ինչ վիճակում է։ Կրկին մի պետություն, որը արևմտյան կոչերին եւ խորհուրդներին հավատաց, այսօր իր բնակչության մի զգալի մասը հողի տակ է եւ իրենց ապագան իմ կարծիքով շատ խավարոտ է։ Եվ մենք պետք է այս ամենը գիտակցենք եւ հասկանանք, վերլուծենք եւ գանք եզրակացության, որ տարածաշրջանի գլխավոր դերակատարների հետ հաշվի չնստելը սուիցիդ է, որ տարածաշրջանում չհամագործակցել եւ իրապես գործընկեր չլինել, ռազմավարական գործընկեր չլինել այն պետությունների հետ, որոնք որ իրապես ուզում են քո ներկայությունը այս տարածաշրջանում, ոչ թե որովհետև դու հրաշք ես եւ քեզ սիրում են, այլ որովհետև հասկանում են, որ եթե դու չլինես, լինելու են այն պետությունները, որոնք իրենց կոնկուրենտներն են, առնվազն աշխարհակաղակական իմաստով, եւ իրենց ձեռք է տալիս, որ Հայաստանը ներկա լինի այստեղ, որպեսզի ուժերի բալանսը պահպանվի, որովհետև եթե Հայաստանը չլինի այդ թուրանական ծրագիրը անցնի նոր էտապի, դրանից դուրժելու են թե Ռուսաստանը, թե Իրանը, նաև եւ Վրաստանը, ուղղակի Վրաստանի ոնց որ կշիռը այդ գործընթացի մեջ ավելի փոքր է, բայց մեր օրինակ այդ անասնակերի կամ չգիտեմ 4 կատեգորիայի ծորեն բերող եւ այդ ծորենը ուտել պատրաստ լինող նախարարը շատ ուրախանում է այդ ամենով եւ ասում է, որ մեր մոտ ամեն ինչ կարքին է, բայց ինչքան խոսում ես մեր հայրենակիցների հետ, ովքեր որ այդ բեռնատարների վարորդ են աշխատում կամ որովե կերպ կապ ունեն տվյալ տեսակի գործունեության հետ, որ Վրաստան են գնում գալիս ապրանք բերում, ասում են ամենից շատ տխուր է։ Այսինքն մենք ակնհայտ ունենք մի վիճակ, որ Հայաստանում
ժողովրդավարությունը կաղում է, թափանցիկությունը ոչնչացված է, ռեպրեսիաները ներկա են, խոսքի ազատություն չկա, բայց ի տարբերություն մինչ հեղափոխական Հայաստանի, երբ նման ամեն ինչի համար արևմտյան կազմակերպության ներկայացուցիչները, իրավունքի պաշտպանները անդադար դուրս էին գալի, խոսում էին, աջակցում էին ընդդիմությանը, այն ընդդիմությանը, որոնք այսօր բոլորը արդեն նախարարներ են եւ պատգամավորներ են, պետական աշխատողներ են։ Հիմա այս մարդկանց արած բոլոր օրենքի խախտումները, ժողովրդավարության դեմ ոտնձգությունները անցնում են առանց որևէ ձայնի եւ ծպտունի, որովհետեւ ընդհանուր աշխարհակաղակական առումով Նիկոլի թիմը ծառայում է արևմուտքի նպատակներին, այսինքն գնում է դեմ Ռուսաստանին եւ Իրանին։ Դա է գինը։ Եթե դա կարում ես անես, Նիկոլ ջան, մենք հավաքական արևմուտքը քեզ որևէ կերպ ձեռք չենք տա, կարաս մարդկանց կալանավորես, կարաս հոգեվորականներին տանես բերդեր, կարաս բարերարներին, ովքեր պարզապես ասում են, որ եկեղեցին սրբություն է, սարքես կալանավոր, ամեն ինչ կարաս անես։ Մենակ թե արևմուտքի կոնկուրենտների համար անհարմար երկիր եղիր, ինչի արդյունքում վերջում ես դու էլ ոչնչանալու ես։ Ոչ արևմուտքն է դրանից դժուժելը, ոչ Ռուսաստանը։ Եվ այս ամենի ֆոնին մենք պետք է հասկանանք, որ մեզ մնացել է առավելագույնը 6-7 ամիս եւ ունենալով տարբեր թե թիմ ընտրություններ, թե առհասարակ քաղաքական տարբեր գործընթացներ, պետք է հասկանալ մեկ բան, որ պետք է անել տնային աշխատանք, պետք է վերլուծել մեր բոլորի սխալները, պետք է հասկանալ, թե որ տեսակի դաշինքներն են օգտակար եւ որ տեսակի դաշինքներն են կործանարար։ Պետք է հասկանալ, թե աշխատանքի որ մոդելն է բերում արդյունք եւ որ թերի եւ թյուրի պատկերացումներն են բերում վնաս ընդհանուր գործին եւ այդ ամենը հաշվի առնելով գնալ այժմ ընտրություններին։ Ես որովե կերպ դեմ չեմ փողոցում լինի փողոցային պայքար եւ Նիկոլը վաղը հեռանա, ես շատ ուրախ կլինեմ։ Բայց եթե համեմատում ենք ընտրական process-ը փողոցային process-ի հետ, ապա ընտրական process-ը արգելիները շատ ավելի հասանելի եւ པարզ է քաղաքացիների համար, այսինքն դու քաղաքացուն շատ ավելի հեշտ կարող ես համոզել, որ սրանք կործանարար են եւ անգրագետ են։ Դու շատ հեշտ կարող ես համոզել քաղաքացուն, որ ժողովուրդ ջան, անկախ նրանից թե այս երկիրը որ ուղղությամբ եք ուզում գնա, դեպի արևմուտք, դեպի Ռուսաստան, դեպի Թուրքիա, դեպի կոսմոս, կապ չունի, տվյալ վարչախումբը ի վիճակի չէ որևէ արտաքին վեկտոր արդյունավետ ղեկավարելու, որևէ վեկտորի ուղղությամբ ճիշտ գնալու, որովհետև սրանք անգլերեն չիմացող արևմտամետեր են։ Սրանք ռուսական акցենտով հայերեն խոսացող հակառուսներ են։ Իրանց մոտ որևէ նորմա չկա, իրանք չեն կարող պաշտպանել ժողովրդավարությունը եւ խոսքի ազատությունը իբրև գաղափար, որովհետեւ այս մարդիկ առաջի անգամ այդ նույն արևմուտքում եղել են իբրև պատգամավոր արտաքին այցով։ Չտեսների անգրագետ ու գերամբիցիոզ ապազգային մի խումբ է եկել այսօր իշխանության եւ թե Նիկոլ Փաշինյան համապետական առումով, թե ստիմ ընտրությունները արդեն լոկալ առումներով կարող ենք հասկանալ, որ իրենք պատրաստ են ցանկացած փոփոխության հանուն վերարտադրման, այսինքն Նիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր երկրի սուվերեն տարածքները զոհի վերարտադրվելու համար, լոկալ մակարդակով նա պատրաստ է քաղաքները միացնել գյուղերի, որպիսի ընտրությունների արդյունքում ունենա իր ուզած արդյունքը։ Չեմ զարմանա, որ Երևանի մյուս ընտրություններին, որ հասկանան ԿՊ-ն կրկին չի կարողանում վերարտադրվի, Թալինը միացնեն ԿՊ-ին, Երևանին, որի արդյունքում կունենան իրենց ուզած չգիտեմ ձայնը։ Սա այս խարդախությունները իրանք անում են, բայց մենք իբրև ընդդիմություն ոչ թե պետք է ուղղակի ասենք, որ սրանք խարդախ են, այլ իրենց արած գործողություններին կոնտրգործողություններ են պետք է հասկանում ենք իրենք որ ուղղությամբ են գնում, պետք է նստել եւ հաշվարկել, թե որ մոտեցումը, որ ռազմավարությունը կլինի ամենաարդյունավետը։ Եվ ամենավտանգավորը կլինեն կեղծ օրակարգերը եւ ընդդիմության մեջի ներքին գզվռտոցները։ Սա կործանարար է եւ մեզ բոլորիս մնացել է 6 ամիս մինչեւ իմ պատկերացմամբ Հայաստանի Հանրապետության ամենաճակատագրական ընտրությունները։ Ու եթե մենք այդ ընտրություններում հանգարց տապալեցինք, հանգարց իրար չհասկացանք, հանգարց, չգիտեմ, 25% փոշիացվեց գնաց ձայների, դուժելու ենք բոլորս միասին, անկախ նրանից թե իրար ոնց ենք վերաբերվում։ Այսքանը, ես եմ շնորհակալ։